Անդրադարձ կատարենք Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներին, ընտրության կազմակերպմանը և ընտրախախտումներին։ Առաջին արձանագրումը, որ ցանկանում եմ կատարել, դա հետևյալն է. Հայաստանում ընտրությունները պետք է լինեն ազատ և հավասար։ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ի ընտրությունները չեն եղել ազատ և չեն եղել հավասար։ Այս պնդումները հիմնավորելու համար ելակետ ենք ընդունում 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածը, այնուհետև հունիսի 7-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածը։ Գիտեք, առաջին հենց ցայտուն խախտումը ընտրական տեսանկյունից, ազատ և հավասար ընտրությունների տեսանկյունից, դա վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կուսակցապետություն, երբ կուսակցության գործունեությունը և գործադիր իշխանության գործունեությունը միախառնվում են։ Ստեղծված իրավիճակի տեսանկյունից, շնորհակալ եմ, ստեղծված իրավիճակի տեսանկյունից առաջին փաստական տվյալը, որը կցանկանայի վկայակոչել, դա կենսաթոշակների բարձրացումն էր։ Պատկերացրեք, ընտրական գործընթացը այլևս մեկնարկած է, կա հանրապետության նախագահի հրամանագիր, բայց Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում կենսաթոշակի բարձրացում։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնույթի խնդիրներ առկա են։ Ակնհայտ է, որ 10,000 դրամով կենսաթոշակի բարձրացումը առավել քան սպասելի բարեփոխում էր, բայց այն ոչ թե տեղի է ունենում 2022 թվականին, ոչ թե տեղի է ունենում 2023 թվականին, ոչ թե տեղի է ունենում 2024 թվականին, այլ հենց 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Մյուս հանգամանքը, որը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում կուսակցության և իշխանության գործունեությունները մեկտեղված են, ի հակադրում են ազատ և հավասար ընտրությունների երաշխիքի, դա այն փոփոխությունն էր ընտրական օրենսգրքի, որը տեղի ունեցավ ապրիլի 7-ին։ Կհիշեք, որ նշվածը վերաբերում էր նրան, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների գործընթացում անձնանուն չի կարող օգտագործվել որպես դաշինքի անվանում։ Այն ուղիղ կատարվել էր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի դեմ, քանի որ արդեն իսկ հայտարարվել էր, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի անվանման մեջ վկայակոչվելու է նաև Սամվել Կարապետյանի անունը։ Իդեպ, ուժերը որևէ կերպ դա չէին էլ թաքցնում, որ դա է պատճառը այդ օրենսդրական փոփոխության։ Բայց այդ օրենսդրական փոփոխության միջոցով նաև մեկ այլ հանգամանք էր փոփոխվել։ Անվավեր քվեաթերթիկ հասկացության պահանջների վերաբերյալ նոր կարգավորում ևս նախատեսվեց։ Եվ դրա ուղիղ պատճառահետևանքային կապը, հետևանքը արձանագրվել է այս ընտրությունների արդյունքներով։ Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 16,000-ից ավելի քվեաթերթիկ եղել է անվավեր։ Սա իսկապես ցայտուն փաստական տվյալ է, թե ինչպես չի կարելի ընտրությունները կազմակերպել, ինչպես չի կարելի ունենալ միջամտություն ընտրական գործընթացի։ Մյուս հանգամանքը, որը ցանկանում ենք վկայակոչել, որ ապացուցում է ընտրությունների ազատ և հավասար չլինելը, դա ատելության խոսքն է, դա քրեական հետապնդման ռեժիմը որպես քաղաքական գործիք օգտագործելն է։ Ատելության խոսքի հետ կապված շատ հետաքրքիր գնահատականներ լսել ենք այս ընթացքում։ Իհարկե, ատելության խոսք տարածողը, թիվ 1 պատասխանատուն և մեղավորը եղել է քաղաքացիական պայմանագիրը, իդեմս իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը ձեզանից տեղեկացված չեն, որ նշված հարցը հանդիսացել էր վարչական դատարանում քննության ենթակա հանգամանք։ Շատերը տեղեկացված չեն, թե ինչ դիրքորոշում է արտահայտել վարչական դատարանը նշված արտահայտությունների բառամթերքի վերաբերյալ։ Ուզում եմ պարզապես մի քանի շեշտադրումը այսօր ներկայացնել հանրությանը, որը ավելի մանրակրկիտ կներկայացվի Սահմանադրական դատարանում։ Ըստ վարչական դատարանի համապատասխան դատական ակտի, այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում։
կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել էր, որ այն պարզապես սուր քաղաքական խոսույթ է։ Երկրորդը, Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ և առողջ ընտրական միջավայրի հետ։ Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ սա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է։ Մյուս հանգամանքը վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված, շատերն էին դրա մասին խոսում, վերջերս նկատեցի, որ նաև կարծիք հնչեց, որ ինչպես մենք հակադարձում ենք բազմաթիվ ապօրինի քրեական հետապնդումների դեպքերով, որ չկա գեթ մեկ դատական ակտ, որը նշվածը որպես փաստ թույլ կտա վկայակոչել, ասում են, բա նույնն էլ չկա վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերով։ Նշված գործընկերները մոլորության մեջ է, որովհետև կան մի քանի վարչական դատարանի դատական ակտեր, որոնցով ուղիղ արձանագրված է վարչական ռեսուրսի վերաբերյալ խնդիրը։ Նշված խնդիրն էլ ինչ տիրույթում է։ Մենք դիմել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե մերժել է մեր կողմից ներկայացված դիմումը, այլ այն հասցեագրել է դատախազություն։ Վարչական դատարանը գտել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն աստիճան խնդիր է արձանագրել, որ ուղարկել է այն դատախազություն։ Այսինքն նյութական կոմպոնենտը, որ վարչական ռեսուրս չարաշահվել է թե ոչ, վարչական դատարանները նույնիսկ հաստատել են։ Դատարաններից մեկը նաև իր դատական ակտում նույնիսկ մի քայլ առաջ է գնացել, ուղիղ արձանագրելով, որ այնտեղ վերջինս նկատում է քրեաիրավական տարրերը։ Դեպքերից մեկը, որ պատկերացնենք, վերաբերում է 2026 թվականի մայիսի 28-ի հայտնի ասուլիսին, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեկնածուն մի պահից սկսած վերածվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ հենց կառավարության շենքում մամլո ասուլիսի շրջանակներում նաեւ քաղաքական գնահատականները հնչեցնում։ Ճիշտ հասկացեք իրավիճակը, հարգելի գործընկերներ։ Ազատ եւ հավասար ընտրությունները ենթադրում են ազատ եւ հավասար պայմաններ։ Եթե քաղաքական ուժերից մեկը կարող է մեկ ակնթարթում առանց որևէ կառավարության ծրագրում այն նախատեսելու կենսաթոշակը բարձրացնել, կարող է պարզապես ատելության խոսք տարածել եւ այդ ատելության խոսքին հետեւողական լինեն իրավապահ մարմինները լրիվ այլ կոնտեքստում։ Օրինակ խոստանան տնտեսական միջամտություններ, իրավապահ մարմինները ոչ թե այդ խոստում հնչեցնողի նկատմամբ քրեական վարույթ հարուցեն, այլ հենց հասցեատիրոջ նկատմամբ։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը երևի թե պետք է հարցնեին, այսպես ասած, ընտրակաշառքի եւ այլ նման դեպքերի մասին։ Ենթադրում եմ, երևի շատերը իսկապես լուրջ են ընդունել այն հայտարարությունները, որ դրանք եղել են համատարած, հակակոռուպցիոն կոմիտեն ունեցել է հազարավոր բացահայտումներ, հազարավոր գաղտնալսումներ եւ այլն։ Այժմ երևի թե պահն է, որ նշվածի վերաբերյալ մի քանի հստակ տվյալ հայտարարվի։ Առաջինը, հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնական տվյալ փոխանցելով Սահմանադրական դատարանին, այնտեղ քաղաքացիական պայմանագրի, որևէ աջակցի, որևէ անդամի, որևէ համակրի նկատմամբ քրեական վարույթ չկա։ Օբյեկտիվ իրականության մեջ դուք սա պատկերացնում եք։ Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի վերաբերյալ, տվյալը հետևյալն է. 258 անձի վերաբերյալ քրեական վարույթ։ 258, որ պատկերացնեք փետրվար ամսից Հայաստանի Հանրապետությունում գաղտնալսվել են հազարավոր անձինք։ Իրականացվել են հազարավոր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Իրականացվել է մասսայական ճնշում անձանց նկատմամբ քրեաիրավական վարույթներով եւ մեղադրյալ են հանդիսանում հունիսի 24-ի դրությամբ, այսինքն հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածը ներառյալ 258 անձ։ Հիմա ուզում եմ հասկանամ, որևէ մեկը այլևս այս հայտարարությունից հետո կարող է խոսել նրա մասին, որ Հայաստանում եղել են զանգվածային ընտրակաշառքի դեպքեր,
258 մեղադրյալի պայմաններում։ Երբ Հայաստանի Հանրապետությունում իմ համեստ կարծիքով երևի թե գրեթե մարդ չկա, ում չեն գաղտնալսը։ Եվ այս քրեական հետապնդումների վերաբերյալ մի կարևոր արձանագրում եմ ուզում կատարել։ Հիմնականում դրանց ելակետային ժամանակահատվածը եղել է ապրիլ-մայիս ժամանակահատված։ Քրեական վարույթների ամենամեծ քանակը եղել է հունիս ամսին։ Որևէ մեկը կարող է տալ պատասխան ինչով է պայմանավորված, որ օրինակ հենց լռության պահպանման օրը Դավիթ Ղազինյանի վերաբերյալ հրապարակվում է ձայնագրություն։ Ձայնագրություն, որը կատարվել է մայիս ամսին։ Ինչի քրեական վարույթը չի նախաձեռնվում մայիս ամսին, այլ հենց լռության պահպանման օրն է այն իրականացվում։ Պատճառը մեկն է՝ ազատ եւ հավասար ընտրություններ չունենալը։ Որովհետև պարզ է, չէ, երբ ընտրությունից, քվեարկությունից մեկ օր առաջ նման հրապարակում է կատարվում, մեղմ ասած, դա վախի մթնոլորտ ստեղծելու եւ ձևավորելու մասին։ Հենց այդպես էլ եղել է։ Իդեպ, այն, որ նույնիսկ քվեարկության օրը եղել են դեպքեր, որ անձանց ձերբակալել են, որոնք եղել են ընդդիմադիր ուժերի վստահված անձինք, եւ մի քանի ժամ հետո ազատ են արձակել, ինչի մասին է խոսում, որ ընտրությունները չեն եղել ազատ եւ հավասար պայմաններում։